քաղաքացիների համար անհասկանալի էր։ Այո, պրակտիկայում լինում են, երբ դատարանը հեռանում է առանձին սենյակ, չի կարող հստակ ժամանակահատված ասել, թե ինչ ժամանակահատվածում կոնկրետ որոշում կկայացնի, հետո կգա կհրապարակի, ինքը արտառոց իրավիճակ չէ, պարզապես քաղաքացիների ընկալման տեսանկյունից անհարմարություն ստեղծեց, երբ որ դատարանը միանգամից եկավ, առանձին սենյակ հեռանալու վերաբերյալ հայտարարություն արեց եւ հեռացավ առանձին սենյակ։ Դա իրականում իրավաչափ գործընթաց է եւ հիմա մենք պիտի սպասենք, որ դատարանը որոշման ժամը մեզ նախապես պաշտպանական թիմին նախապես կտեղեկացնի, ինչի հիմքով մենք մեր Միքայել Սրբազանի պաշտպանական թիմ Facebook-յան էջում հայտարարություն կտարածենք հրապարակման ժամի մասին, հանրությունը նույնպես կիրազեկվի, թե վերաքննիչ քրեական դատարանը ժամը քանիսին է հրապարակելու Սրբազանի վերաբերյալ որոշումը։ Առհասարակ ինչպիսի որոշում եք ակնկալում, թե սա մի քիչ տրիվիալ հարց է եւ այս իրավիճակում մի քիչ էլ անկանխատեսելի, ամեն դեպքում հաշվի առնելով այս գործի հանգամանքները, որոնք հանրությանը ծանոթ են եւ շատերս արդեն որակել են անհիմն, աբսուրդ, ապօրինի, ինչ սպասել դատարանից։ Իրականում, եթե քրեադատավարական ուրեմն ընթացակարգերի տեսանկյունից նայենք, այս գործը ընդհանրապես դատարանում չպիտի լիներ եւ պաշտպանական թիմը բազմիցս ասել է, որ սա քաղաքական հետապնդում է իր բոլոր խախտումների առկայությամբ։ Ինչ որոշում կկայացնի դատարանը իհարկե չենք կարող կանխատեսել, բայց դատարանի լիազորությունների շրջանակները հետեւյալն են, որ կամ պետք է բեկանի առաջին ատյանի դատավճիռը եւ արդարացման դատական ակտ կայացնի, կամ նյութաիրավական դատավարական իրավունքների խախտումներ արձանագրի եւ ենթադրենք բեկանի եւ ուղարկի ըստ ընդդատության քննելու, կամ փոփոխի դատական ակտը, մի խոսքով բազմաթիվ իրավիճակներ կան, միայն կարելի է հստակորեն արձանագրել, որ սա բացահայտ քաղաքական հետապնդում պարունակող, տարպարունակող գործ է իր բազմաթիվ խախտումներով։ Իսկ ինչ վերաբերում է, թե դատարանը ժամեր անց ինչ որոշում կկայացնի, ցավոք մենք դրա մասին մշտապես բարձրաձայնել ենք, որ առաջին ատյանի դատարանը քաղաքական վերդիկտ կայացրեց եւ ոչ թե իրավական, ոչ թե արդարադատության ոգուն համապատասխան, հետեւաբար լիահույս լինենք, որ այնուամենայնիվ այս վիճակում, այս հակաիրավական մթնոլորտում վերաքննիչ դատարանը իր մեջ ուժ կգտնի եւ արդարադատություն կիրականացնի, այն է կարդարացնի Միքայել Սրբազանին։ Բայց վերաքննիչը այդ լիազորությունները ունի, թե կարող է ուղարկել առաջին ատյանի դատարան նորից գործը քննելու։ Ոչ, ունի վերաքննիչ դատարանը, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այդ լիազորությունը նա կարող է բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ կայացնել փոխարինող դատական ակտ եւ Միքայել Սրբազանին անպարտ ճանաչել իրեն մեղսագրվող արարքի մեջ։ Այդ հնարավորությունը օրենքով վերապահված է, բայց այդ արդար որոշումը դատարանը վերաքննիչ կկայացնի, թե չէ, ժամերանց ականատես կլինի։ Սրա համար նաև քաղաքական մի տեսակ այսպես կայունություն է պետք, կարծում եք դատարանի մոտ կա այդ դիրքը, այդ կշիռը, որպեսզի ինքնուրույն։ Ձեր տպավորությունը ո՞րն էր այս քննության ընթացքում, կգնա այդ քայլին վերաքննիչը եւ օրինակ բեկանի առաջին ատյանի որոշումը կարող է գնալ, այսպես ասել։ Ճիշտն ասած չեմ կարող ասել ինչ կանի վերաքննիչ դատարանը, դա իրավաբանի, փաստաբանի, պաշտպանի ցանկությունների մակարդակում է, որ երկրում տվյալ գործով իրականացվի արդար դատաքննություն եւ տեղի ունենա իրական արդարադատություն։
բայց վերաքնիչ դատարանի կաշկանդվածության մասին այս պահին իրատեսական չի լինի, հա, ին դատողությունը։ Գիտեք, ամբողջ դատական համակարգն է տերորի ենթարկված, ես ձեռք չեմ մնա այդ բառը ասելուց, որովհետև ներկայիս իշխանությունները դատական համակարգը եւ առհասարակ իրավապահների աշխատանքը համապատասխանեցնում են իրենց քաղաքական ցանկություններին եւ քիմքին, հետեւաբար վերաքնիչ դատարանին իսկապես մեծ համարձակություն է պետք, որ այսօր իրական արդարադատ որոշում հրապարակի, բայց թեկուզ բեկանելը եւ դատավարական իրավունքների հսկայական խախտումները, հա, որ մենք օրեր շարունակ դատական նիստեր շարունակ պաշտպանական խմբով մատնանշել ենք, հիմնավորել ենք, հիմա չեմ ուզում ոչ ձեզ, ոչ հանրությանը այդ հիմքերով ծանրաբեռնել, բայց խախտումները աննախադեպ են թե քանակի առումով, թե որակական առումով։ Եվ եթե ստացվի այնպես, որ վերաքնիչ դատան այդ դատավարական խախտումներից թեկուզ մեկին անդրադառնա, ապա այս դատավճիռը անվերապահորեն պիտի բեկանվի, եթե մենք իսկական իրավաբանության մասին ենք խոսում։ Առաջնային խախտում առանցքայինը որը կհամարեիք։ Դե մենք խոսել ենք դրա մասին, ընդդատության խախտումն է եղել, որ ըստ էության այս գործով պատշաճ դատարան չենք ունեցել։ Կարծում եք վերաքնիչ դատարանը հնարավոր է, որ ընդդատության հարցին անդրադառնալով ոչ թե օրինակ արդարացման ակտ հրապարակի, այլ հետ ուղարկի, բայց նշի Շիրակի մարզի դատարան։ Այո, հնարավոր է։ Պրոցեսուալ առումով դա հնարավոր է։ Դա կհամարեք արդար վճիռ։ Մի քիչ առաջ եմ ընկնում, բայց ոչ այնքան արդար, բայց մասնակիորեն ինչ որ կերպ հարց լուծող։ Մերսի։ Եվ ամենակարևորը մեզ համար այս պայն առանցքայինա, որ նաև եթե հանկարծ արդարացում տեղի չունենա, այն որ 50-50 տարբերակն է, չէ, կայուն կմնա վերաքնիչ դատարանը, թե այնուամենայնիվ կտրվի այդ քաղաքական պրեսինգին, իհարկե այս պայն դատողություն դժվար է անել, բայց շատ կարևոր է, որ նաև սրբազանի խափանման միջոցը վերացվի։ Թեկուզ եթե դատավարական խախտումով բեկանվի ուղարկվի նոր քննության, այնուամենայնիվ խափանման միջոցի վերացման հարցը առանցքային է։ Ասենք վարչական հսկողություն։ Վարչական հսկողությունը առհասարակ վերացվի, եթե լինի վարչական հսկողությունը, ինքը իր տեսակով ավելի մեղմ է, քան տնային կալանքը, գիտեք։ Շնորհակալություն ձեզ։